Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման Սարդարապատի Բաշապարանի Ղարաքիլիսայի հերոսամարտերի օրը մեծ շուկով է նշվել Սարդարապատում ու Ապարանում։ Առավոտյան հուշահամալիր է այցելել քաղաքական վերնախավը ու մարդկանց մուտքն այդ տարածք արգելվել է։ Քաղաքացիները հուշահամալիր են բարձրացել միայն պաշտոնյաների հեռանալուց հետո։ Փաշինյանը օրվա առիթով մի քանի ուղերձ է հնչեցրել։ Դրանք սկզբունքորեն տարբերվել են նախորդներից։ 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջոցով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Միջոցառմանը չմասնակցած պաշտոնյաները նախկինների հետ տոնը նշել են Ապարանում ու նույնիսկ ողջագուրվել։ Տեսախցիկները ֆիքսել են Աղվան Հովսեփյանի ու Տիգրան Ավինյանի ջերմ զրույցը։ Այնտեղ էր նաև Բագրատ Սրբազանը։ Անհամատեղել են այսօրվա չարիքի իշխանությունը եւ այս խորհուրդը, անհամատեղել են։ Դուք պատկերացնում եք, եթե 107 տարի առաջ Գևորգ 5-րդ վեհափառը, Արամ Մանուկյանը, գեներալ Սիլիկյանը, գեներալ Նազարբեկյանը, Պողոսբեկ Փիրումյանը, Դանիելբեկ Փիրումյանը, Գարեգին Հովսեփյանը, Դրաստամատ Կանայանը եւ մնացած բոլորը հանկարծ ասային, դե ժողովուրդ չեն կարողանում, գնանք իրական Հայաստանի հետքերով, այսօրվա չարիքի ասած։ Այսօր մենք գոյություն կունենայինք ընդհանրապես, չենք ունենա, վստահաբար չենք ունենա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ևս մասնակցում էր միջոցառմանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանազատման գործընթացին եւ նշել, որ իրավիճակը փակուղային չէ։ Աշխատանքներ ընթանում են, բայց եթե ձեզ ավելի կոնկրետ հետաքրքրում է արդյոք կա պայմանավորված հաջորդ հանդիպման ամսաթիվ, դեռ չունենք պայմանավորված։ Իսկ գործընթացը դուք ինչպես եք գնահատում, փակուղային է թե այնուամենայնիվ որոշակի։ Չէ, ես չեմ համարում, որ փակուղային է, այնուամենայնիվ ես կարծում եմ մենք ունենք իրավական լիարժեք բազա երկու երկրների կողմից հաստատված եւ ներպետական ընթացակարգերի անցած, ինչ որ շատ կարեւոր է եւ ըստ էության երաշխիք է աշխատանքները շարունակելու համար։ Հնարավոր է, որ դա ևս կապում է խաղաղության պայմանագրի հետ եւ դրա կնքումից հետո նոր միայն կշարունակվի։ Չեմ կարծում։ Էրդողանը փոխում է սահմանադրությունը, նա մասնագետներին հանձնարարել է նորը մշակել։ 23 տարվա ընթացքում մենք բազմիցս ցույց ենք տվել մեր անկեղծ մտադրությունը ամրապնդելու ժողովրդավարությունը քաղաքացիական, ազատական նոր սահմանադրությամբ, ասել է Թուրքիայի նախագահը։ Իսկ այդ երկրի խորհրդարանի պատգամավորն ամոթանք է տվել Ադրբեջանին ռազմական ոլորտում Իսրայելի հետ գործակցելու համար։ Պաշտոնյայի խոսքով փաստն առնվազն տարակուսելի է։ Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում մայրը մի քանի օրական երեխային երեկոյան կերակրել է ու քնացրել է, իսկ առավոտյան նկատել է, որ երեխան մահացել է։
Հնդկաստան-Պակիստան լարվածությունից և Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցությունից հետո թուրք-հնդկական հարաբերությունները սրվել են։ 200 հնդիկ զբոսաշրջիկ չեղարկել է այցը Թուրքիա, իսկ ամրագրումները նվազել են մինչև 300%։ Չեղարկվել են նաև հնդիկ միլիարդատերերի Ստամբուլում, Անթալիայում և Բոդրումում ծրագրված շքեղ հարսանիքների նախապատրաստական աշխատանքները։ Բայկալսկ քաղաքում 17-ամյա տղան խնջույքի ժամանակ դանակահարել է ու սպանել 4 դեռահասի, այնուհետև հրկիզել տունը։ Որոշ տեղեկություններով պատճառն անպատասխան սերն է։ Քաղաքում երրորդյա սուգ է հայտարարվել։ Կանադայի համայնքների պալատի նոր խոսնակին քարշ են տվել դեպի իրաթոռը, ավանդույթի համաձայն նոր խոսնակին ամբիոնի մոտ են ուղեկցում վարչապետն ու ընդդիմության առաջնորդը։ Նրանք ոչ թե ուղեկցում, այլ քարշ են տալիս ընդդիմացող խոսնակին։ Ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակ, երբ բրիտանացի խոսնակներին մահապատժի են ենթարկում, եթե թագավորին փոխանցած լուրը միապետի սրտով չէր։ Պայթյուն է որոտացել Չինաստանի Շանդոնգ նահանգի քիմիական գործարանում, վնասները հաշվարկվում են։ Մասկի Starship տիեզերանավը փորձարկման ժամանակ պայթել է, տիեզերանավը մտել է ուղեծիր, սակայն որոշ ժամանակ անց խափանվել է բարձրության կառավարման համակարգը։ Երկրի շուրջ 1 պտույտից հետո այն կորցրել է վերահսկողությունը և սկսել է երկրի մթնոլորտ մտնել։ Ship ignition. Stage separation. Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է դեռ մի քանի ամիս կա ԿՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Արդեն գրել ենք, որ ներքին որոշում են կայացրել, որ վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի եւ եթե վարչության կազմը չընդլայնվի, ապա ստացվում է, որ 15 հոգանոց կազմում 5-ը կին կլինի։ Ըստ ԿՊԱ-ականների կանխատեսումների ներկայիս միակ կին ներկայացուցիչ Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ-ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին եւ անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն քայլերը։ Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են երեխա ունենալու, նա այժմ հղի է։ Իսկ կանանց քվոտայով այն 5 տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Նիկոլ Փաշինյանի կասիրն է եղել։ Եղել է նրա թերթի հաշվապահը։ Իսկ այժմ ամենավստահելիներից է եւ տեղեկացված է իշխանական բոլոր սֆերային գործարքներից։ Կլինի Անահիտ Ավանեսյանը, որի նկատմամբ ասում են Փաշինյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի, կընտրվեն Ծովինար Վարդանյանը, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, իսկ մնացած 2 տեղերի համար պայքարը կգնա Արուսյակ Ջուլհակյանի, Հասմիկ Հակոբյանի, Հերիկ Նասիգրանյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի միջև։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Մակունցին, օգոստոսին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Եվ չնայած նա ամեն ինչ անում էր, որ մնա ԱՄՆ-ում, շարունակի պաշտոնավարել, բայց ստիպված է վերադառնալ։ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը ամբողջությամբ ձախողել է Սփյուռքի կառույցների, մասնավորապես լոբիստական կազմակերպությունների Հայդատի գրասենյակների հետ աշխատանքը։ Չի կարողացել Թրամփի թիմի հետ համագործակցության եզրեր գտնել, քանի որ Բայդենի վարչակազմի հետ էր բացառապես շփվում եւ նրան երրորդ ժամկետ թողնելու իմաստը չկա։ Նույն աղբյուրը գրում է ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը փոթորկել է իշխանական ֆրակցիան։ Խմբակցության մեծամասնությունը դեմ է նախագծի այս տեսքով ընդունմանը եւ իրենց գործընկերոջից էական փոփոխություններ են ակնկալում, հակառակ դեպքում ասում են, որ չեն քվեարկի։ Մենք երեք խորհրդարանում ողջ օրը ականատես եղանք, թե ինչ հերթեր էին Հայկ Սարգսյանի աշխատասենյակի առջև։ Սարգսյանը պատգամավորների խմբեր էր ընդունում, փորձելով հիմնավորել համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն կարելի է ասել ապարդյուն։ Մի քանիսը մասնավոր զրույցում մեզ ասացին, որ բանակից գումար վճարելով ազատվելու մասին օրենքի նախագիծը սոցիալական ծայրահեղ բևեռացման է տանելու հասարակությանը եւ առանց այն էլ ԿՊ-ի նկատմամբ անծայրածի իրատելության դեմը հնարավոր չի լինելու առնել։ Մենք տեղեկացանք, որ ԿՊ խմբակցությունը պահանջում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գա խորհրդարան եւ իրենց բացատրություն տա, ինչու են կառավարությունում կողմ այս նախագծին, թե երբ կլինի հանդիպումը դեռ հայտնի չէ։ Ժողովուրդը գրում է, քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը կարծես շտապել է բարձրաձայնել հերոսության մասին, հայտարարելով, թե իբր ինքն է բացահայտել ՔԿ շենքի չհրկիզվող պահարանից կատարված աղմկահարույց գողության դեպքը։ Երեք քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել է. դեպքը բացահայտվել է քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, երբ քննիչը տեսել է առերևույթ հանցանք կատարած անձին։ Քննիչի հետևողականության արդյունքում հետագայում հնարավոր եղավ բացահայտել առերևույթ հանցանք կատարած անձին։ Ստացվում է Պողոսյանի միտքը սա է. քաղաքացու տանից գողություն են անում ու ինքը գնում հաղորդում է տալիս դեպքի մասին, նշանակում է հաղորդում տվող քաղաքացին բացահայտեց դեպքը ու գտավ գողերին։
Հրապարակը գրում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրև դայակ է աշխատում։ Երեկ առաջին ընդմիջման ժամանակ լրագրողներին ճեպազրույց տվող ԱԺ նախագահը ընդմիջումի ավարտն ազդարարող ազդանշանը լսելուն պես դադարեցրել է ավելի քան 30 րոպե տևած ճեպազրույցը եւ արագ սլացել է նիստերի դահլիճ, բայց նույն արագությամբ էլ ետ է վերադարձել լրագրողների մոտ պարզենալով, որ 20 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ ընդմիջումից հետո ընդամենը 1-2 պատգամավոր է եղել դահլիճում։ ԱԺ նախագահը քթի տակ դժգոհել է, որ թող ներկայանային, ինքն էլ ընդմիջում չհայտարարեր։ Այդպիսով իբր պատիժ է կիրառել պատգամավորների նկատմամբ, սակայն եթե անգամ մեկ պատգամավոր ներկա է դահլիճում, նիստը վարողը պարտավոր է իրականացնել իր գործառույթը, մանավանդ որ պատգամավորները շտապում էին դահլիճ։ $1.52 միլիոն աճուրդում վաճառվել են Աբրահամ Լինքոլնի արյունոտ ձեռնոցները։ Դրանք նախագահի գրպանում են եղել նրա սպանության գիշերը։ Լինքոլնը սպանվել է 1865-ի ապրիլի 14-ին Վաշինգտոնում։ Մարդասպանը Ջոն Բութն էր։ Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուե հրաբուխը, լավայի շատրվանների բարձրությունը հասնում է մինչև 300 մետրի։ Եղանակ վաղն ու հաջորդ օրը շրջանների մեծ մասում, այդ թվում Երևանում, կարճատև անձրև կգա։ Որոշ մարզերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։